Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դատարան է ուղարկվել Վանաձորում մի շարք ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործը, որով մեղադրանք է առաջադրվել 8 անձի։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, քրեական վարույթը վերաբերում է սպանության փորձին, սպանության նախապատրաստությանը, ապօրինի հրազեն պայլուն, խուլիգանությանը, ինչպես նաև քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալուն։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է հուլիսի 7-ին, որից հետո գործը ուղարկվել է իրավասու դատարան։ Քննչական կոմիտեում իրականացված քննության տվյալներով գործի շրջանակում ուսումնասիրվել են մի քանի առանձին դրվագներ, որոնք ըստ իրավապահների փոխկապակցված են եղել միմյանց հետ։ Առաջին դրվագը վերաբերվում է այս տարվա մարտին տեղի ունեցած դեպքին։ Քննության վարկածով Վանաձորի մի խումբ բնակիչներ նախ բռնություն են գործադրել Բգո Մականոնով հայտնի անձի նկատմամբ։ Դրանից հետո ըստ մեղադրանքի 3 անձ ծրագրել են շարունակել հաշվեհարդարը եւ մարտի 22-ին հետևել է նրա եղբոր վարած ավտոմեքենային։ Իրավապահների տվյալներով մեքենան կանգնեցնելուց հետո փորձ է կատարվել հրազենի կիրառմամբ իրականացնել սպանություն, սակայն այն չի ավարտվել իրենց կամքից անկախ հանգամանքներով։ Քրեական գործում ներառված է նաև մեկ այլ միջադեպ, որը ըստ քննության տեղի ունեցել ապրիլին։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն վիճաբանությունը սկսվել է անձնական տարաձայնությունից, որը հետագայում վերածվել է ավելի լայն հակամարտության։ Երկու կողմն էլ ըստ քննության դիմել են իրենց մտերիմներին իրավիճակը կարգավորելու նպատակով, սակայն հանդիպումը ավարտվել է բախմամբ։ Քննչական մարմնի տվյալներով այդ հանդիպման ընթացքում տեղի ունեցել ծեսկռտուք։ Մեղադրանքի համաձայն մեկ անձ դանակով վնասվածք է հասցրել մյուս կողմի ներկայացուցիչներից մեկին, իսկ մեկ այլ անձ ապօրինի պահվող ատրճանակից մի քանի կրակոց է արձակել, որից հետո նրանք հեռացել են դեպքի վայրից։ Ըստ քննության, այդ միջադեպից հետո կողմերի միջև թշնամական հարաբերությունները խորացել են։ Իրավապահների վարկածով մի խումբ անձինք սկսել են նախապատրաստել իրենց հակառակորդների սպանությունը։ Նշվում է, որ նրանք ապօրինի ձեռք բերված հրազեններով դարանակալել են Վանաձորի հուշարձան կոչվող հատվածում, սպասելով հակառակ կողմի ժամանմանը, սակայն ըստ գործի նյութերի ծրագիրը չի իրագործվել։ Քննությամբ պարզվել է նաև, որ գործով անցնող անձանցից մեկը, որը դատախազության առնչություն է ունեցել քրեական ենթամշակույթի հետ, այդ գործողություններին մասնակցել է նույնիսկ այն դեպքում, երբ նրա նկատմամբ արդեն իսկ կիրառված էր տնային կալանք։ Մեղադրանքի համաձայն նա նաև ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել դեպի օդ։ Դատախազության հաղորդմամբ 8 մեղադրյալների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանց մեղադրանքները ներառում են սպանության փորձ, սպանության նախապատրաստություն, ապօրինի հրազեն պայելը, խուլիգանություն, առողջությանը դիտավորության վնաս պատճառելը և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալը։ Ներկայումս բոլոր 8 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը։ Գործն արդեն փոխանցվել է դատարան, որտեղ կսկսի դրա դատական քննությունը։ Հարկ է նշել, որ առաջադրված մեղանքները դեռևս չեն նշանակում անձանց մեղավորություն, քանի դեռ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա։